Շնորհակալ եմ, պարոն նախագահ, իրականում ամբիոնին մոտեցել եմ երկու պատճառով, առաջին պատճառը պարոն Մինասյանի, որի ճեպազրույցի մասին տեղյակ չէի, Տիկին Կարապետյանի ելույթից տեղեկացա, ասածին արձագանքելն է, իրականում ես իսկապես հույս ունեմ, որ նման հայտարարությունները արդյունք են նախագիծը չկարդալու, այլ ոչ թե հանրությանը դիտավորյալ մոլորեցնելու նպատակի, բայց հիմնական ասելիքս ուղղված է իրական դիտորդական առաքելություններին, ես ուզում եմ իրենց իմ շնորհակալությունը հայտնել տարիներ շարունակ իրենց կատարած անխոնջ աշխատանքի համար, որոնք ավելի քան 10 տարի անխոնջ կերպով դիտարկում են Հայաստանի Հանրապետության ընտրությունները, բացահայտում են այդ ընտրական գործընթացներում խախտումները արձանագրված, դրանց վերաբերյալ բողոք հարկումներ են ներկայացնում, օրենսդրական բացեր են բացահայտում, դրանց վերաբերյալ օրենսդրական առաջարկներ են ներկայացնում, բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում հարգելի գործընկերներ, նույնիսկ եւ առավել եւս նրա համար եւ այն դեպքում, երբ ձեր կողմից արձանագրված խախտումները արած է լինում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մեզ համար շատ կարեւոր է ձեր աշխատանքը, որովհետեւ դա հնարավորություն է տալիս շտկել մեր գործողությունները, ինչպես նաեւ շտկել օրենսդրությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Քվեարկություն։ Քվեարկությանը դրում ազգային ժողովի պատգամավորներ Արուսակ Ժուլակյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Լիլիթ Մինասյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 66 դեմ 2 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։